Հայաստանի Հանրապետության կառավարությունը միլիարդներ է ներդրել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար, բայց չի հաշվարկել այդ տներում իրականում ով է ապրում։ Ժողովուրդ օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս 35 միլիարդ դրամ վարկերի եւ 6.8 միլիարդ դրամ բյուջետային աջակցության դիմաց պետությունը դեռ չգիտի սահմանին քանի մարդ է բնակեցվել։ Թվերը կան, բնակեցման արդյունքը ոչ։ Խոսքը Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության այն ծրագրի մասին է, որի շրջանակում քաղաքացիներին տրամադրում է մինչև 16 միլիոն դրամ աջակցություն սահմանամերձ բնակավայրերում բնակելի տուն կառուցելու համար։ 16 միլիոնի ծրագրերը մեր գյուղերը փոխում է, որովհետև լրիվ ուրիշ կուլտուրա է ձևավորվում։ Ասենք օրինակ Բերքաբեր գյուղը, որ ինքը իր ծավալի համեմատած ամենաշատ օգտվող գյուղերից մեկն է։ Կարելի է հետազոտություն անել, մինչև 16 միլիոնի ծրագիրը քանի տուն կար գյուղում, որ կառուցվել է նախագծով, եւ հիմա քանի տուն կա, որ կառուցվել է նախագծով։ Իսկ նախագծով տունը ուրիշ մտածողություն է։ Ժողովուրդ օրաթերթը հարցում էր ուղարկել կառավարություն, պահանջելով հստակ տվյալներ, քանի մարդ է դիմել, քանիստ են դարձել շահառու, որքան գումար է հատկացվել, որ մարզերում եւ որ բնակավայրերում են կառուցվել տներ, եւ ամենակարևորը, այդ տներից քանիսն են բնակեցված։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել էր, որ աջակցության ծրագրի մեկնարկից ի վեր ընդգրկվել է 2319 շահառու։ Նույն պատասխանում նշվում է, որ ծրագրի 2319 շահառուներից 2272-ն արդեն վարկավորվել են առնվազն 1 փուլ, որոնց ընդհանուր առմամբ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվել է շուրջ 35 միլիարդ դրամ կառուցապատման վարկ, որի գծով ամսական մարումներին ծրագրի մեկնարկից մինչ օրս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվել է շուրջ 6.8 միլիարդ դրամ։ Այսինքն պաշտոնական տվյալներով ծրագիրն արդեն անցել է խոշոր ֆինանսական շրջանառության փուլ։ Բանկային համակարգով տրամադրվել է շուրջ 35 միլիարդ դրամ կառուցապատման վարկ, իսկ պետական բյուջեից միայն ամսական մարումների ուղղությամբ արդեն հատկացվել է մոտ 6 միլիարդ 800 միլիոն դրամ։ Եթե թվերը բաժանենք վարկավորված 2272 շահառուների վրա, ապա կստացվի, որ 1 շահառուի հաշվով կառուցապատման վարկի միջին չափը կազմել է մոտ 15.4 միլիոն դրամ, իսկ բյուջետային աջակցությունը մոտ 3 միլիոն դրամ։ Թվերը փոքր չեն, բայց այստեղ առաջանում է հիմնական հարցը. այս միլիարդների դիմաց պետությունը կոնկրետ ինչ արդյունք է ստացել։ Պատասխանը մեղմ ասած անհանգստացնող է։ Ժողովուրդ օրաթերթի հարցին, թե քանի տուն է կառուցվել եւ քանի տուն է բնակեցված, նախարարությունը բառացիորեն պատասխանել է. կառուցված տան բնակեցված լինելու փաստը չի մտնում ծրագրին մասնակցության պարտադիր պայմանների մեջ։ Ավելին, նույն պատասխանում նախարարությունն նաեւ արձանագրել է. դեռևս չեն իրականացվել համապատասխան ուսումնասիրություններ կամ մոնիթորինգ, ավարտական ակտը ներկայացած շահառուների կողմից կառուցված տներում բնակվելու փաստը ստուգելու համար, քանի որ ծրագիրը գտնվում է ակտիվ շարունակական փուլում, իսկ տների մեծ մասը դեռ կառուցման փուլում է։ Սա արդեն պարզապես տեխնիկական բաց չէ։ Սա ծրագրի բովանդակային ամենաթույլ կետն է։ Ինչ է ստացվում։ Պետությունը միլիարդներ է մցրել ծրագրերի մեջ, բայց չի ստուգել դրա հիմնական արդյունքը։ Կառուցված տունը բնակեցված է, թե ոչ։ Մինչդեռ այս ծրագրի իմաստը միայն տուն կառուցելը չէ, եւ տրամաբանական հարց է առաջանում այդ տները, որ կառուցվել են, ում համար են կառուցվել։ Ի վերջո, ծրագրի քաղաքական, սոցիալական եւ անվտանգային իմաստը սահմանին մարդ պահելն է, սահմանամերձ գյուղերում բնակեցում ապահովելն է, համայնքները դատարկվելուց պաշտպանելն է։ Ժողովուրդ օրաթերթին փոխանցված պաշտոնական պատասխանի համաձայն ծրագիրն իրականացվել է Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի 77 գյուղական բնակավայրերում։ Կցված ցանկում ըստ բնակավայրերի ներկայացված են հաստատված
վարկավորված եւ ավարտական ակտ ներկայացրած շահառուների թվերը։ Ընդհանուր տողով նշված է 2319 հաստատված շահառու, 2272 վարկավորված, 272 ավարտական ակտ ներկայացած շահառու, սա նշանակում է, որ առնվազն 1 փուլով վարկավորված 2272 շահառուներից ավարտական ակտ է ներկայացրել ընդամենը 272-ը։ Այսինքն պաշտոնապես ավարտված համարվող արդյունքը կազմում է մոտ 12%։ Այլ խոսքով, վարկավորվածների շուրջ 88%-ը դեռ ավարտած տուն չունի։ Իհարկե, նախարարությունը նշում է, որ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է եւ տների մեծ մասը կառուցման փուլում է, բայց նույնիսկ այս դեպքում լուրջ հարց է առաջանում։ Արդեն հատկացված միլիարդների դիմաց ինչ արագությամբ է ծրագիրը վերածվում իրական, ավարտված բնակելի ֆոնդի։ Հիմա ներկայացնենք պատկերը բացվածքով։ Օրինակ, Տավուշի մարզում որոշ բնակավայրերում ծրագրի արդյունքը համեմատաբար ավելի տեսանելի է։ Այգեհովիտում 179 վարկավորված շահառուից ավարտական ակտ է ներկայացրել 56-ը, Սևքարում 174-ից 41-ը, Սարիգյուղում 118-ից 36-ը, Կողբում 276-ից 29-ը, Բերթավանում 180-ից 17-ը, Այգեձորում 29-ից ոչ մեկ, Ազատամուտում 42-ից 2-ը, Վազաշենում 8-ից 2-ը։ Կան նաև բնակավայրեր, որտեղ հաստատված կամ վարկավորված շահառուներ կան, բայց ավարտական ակտը գրեթե չկա կամ չկա ընդհանրապես։ Դե որպես վերողնի, այստեղ կարող համարվում, որ այգեհովիտում կառուցվող բոլոր տների իհարկե արդյունքն է դարձել չի որ մեծ սիրով։ Բարով Վարչապետ, ինչքան կհասնենք հերթով կգանք, բոլորին եմ անձամբ շնորհավոր։ Վայոց ձորում Արենիում 221 վարկավորված շահառուից ավարտական ակտ ներկայացրել է 18-ը, Խաչիկում 40-ից 9-ը, Գոմքում 22-ից ոչ մեկը, Սերսում 6-ից ոչ մեկը, Խնձորուտում 2-ից ոչ մեկը, Նոր Ազնաբերդում 7-ից ոչ մեկը։ Սյունիքում պատկերը եւս խիստ անհավասար է։ Խնձորեսկում 39 վարկավորված շահառուից ավարտական ակտ ոչ մեկ չունի, Քարահունջում 15-ից ոչ մեկը, Տեղում 32-ից մեկը, Սյունիքում 9-ից ոչ մեկ, Նռնաձորում 10-ից ոչ մեկը։ Իսկ մի շարք բնակավայրերում Կորնիձոր, Որոտան, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դիցմայրի, Կաղնուտ, Ներքինհանդ, Սզնակ, Սրաշեն, Ուժանից, Արավուս, Խնածաղ, Շուրնուղ տվյալները զրոյական են։ Գեղարքունիքում ամենախոշոր թվերից մեկը գրանցված է Սոտքում, 746 հաստատված շահառու, բայց վարկավորվածների եւ ավարտական ակտ ներկայացնների թիվը զրոյական է։ Ազատում կա 15 հաստատված եւ 14 վարկավորված շահառու, բայց ավարտական ակտ չկա։ Կութում 8 հաստատված, 3 վարկավորված, ավարտական ակտ չկա, Վահանում 86 հաստատված, 5 վարկավորված, ավարտական ակտ նույնպես չկա։ Ըստ ներկայացված աղյուսակի, վերջնական Սյունիքի տրամաբանության իսկ նորաբակում տվյալները զրոյական են։ Արարատի մարզում ամենացայտուն օրինակը Երասխն է։ Այստեղ պաշտոնապես կա 757 հաստատված շահառու, բայց վարկավորվել է ընդամենը 25-ը, իսկ ավարտական ակտ ներկայացրած չկա։ Պարուսևակում կա 70 հաստատված շահառու, բայց վարկավորվում եւ ավարտական ակտ չկա, Տիգրանաշենում տվյալները զրոյական են։ Այս թվերը ցույց են տալիս, որ ծրագիրը մարզերից մարզ, գյուղից գյուղ աշխատում է տարբեր արդյունավետությամբ։ Մի տեղ այն հասնում է շինարարական արդյունքի, մյուս տեղում մնում է հաստատված հայտերի մակարդակում։ Երրորդ տեղում անգամ վարկավորման փուլ չի մտնում։
Սակայն այս ամբողջ պատմության ամենախնդրահարույց հատվածը մնում է անփոփոխ։ Կառավարությունը չի կարող ասել, թե ավարտված 272 տներից քանիսումը իրականում կյանք կա, որովհետև չի ստուգել։ Սա նշանակում է, որ ծրագիրը չափվում է ոչ թե իրական սոցիալական ազդեցությամբ, այլ վարչարարական փուլերով։ Այսինքն, հայտը կա, վարկը կա, թուղթը կա, բայց արդյունքը մարդը սահմանին մնացել է, թե ոչ։ Պետության համար փաստացի չչափված ցուցանիշ է։ Ու թեև կառավարությունը չի ներկայացրել գնահատումը, բայց արդեն որոշել է ծրագիրն ընդլայնել։ Նախարարությունը հայտնել է, որ 2026 թվականի մարտի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում հաստատվել է թիվ 307L որոշումը, որով նախատեսված է 1417 նոր քվոտա հատկացնել ծրագրի շրջանակում վերոնշյալ որոշմամբ սահմանված նոր պահանջներին բավարարող շահառուների համար։ Ինչպես տարբեր առիթներով առիթ ունեցել էի ասելու, որ մենք կբացենք ծրագիրը, հիմա ձեզ համար այդ ծրագիրը բացվում է եւ հիմա սեզոնն էլ հետն է բացվում շինարարության, հիմա կոչ ենք անում, որպեսզի կամաց սկսեք, բայց պարոն Թորոսյան, հիմա այդ մարդիկ ինչ պետք է անեն։ Ընթացակարգով բանկին դիմում են վարկավորման գործընթաց։ Այսինքն ենթադրում է իրենք արդեն նախկինում հաղորդակցություն բանկի հետ ունեցել են, պետք է այդ հարցեր կլինի, մենք միշտ պատրաստ ենք ուղղորդելու, բայց հիմնականում բանկի միջոցով է, բանկերը գիտեն այդ գործընթացը, մենք ունենք նաև կայքում տեղեկատվություն, որ բանկերն են աշխատում այս ծրագրի շրջանակներում, բայց վստահ եմ այս մեր քաղաքացիները ամենալավ գիտեն այդ ամեն ինչը, նորերին ավելի շատ պետք է ուղեկցենք։ Այսինքն գործադիր իշխանությունը ծրագրին ավելացնում է եւս 1417 նոր քվոտա այն պայմաններում, երբ գործող փուլի արդյունավետությունն ամբողջությամբ գնահատված չէ։ Բնակեցման փաստը ստուգված չէ, իսկ մոնիթորինգ ընդհանրապես չի իրականացվել։ Կարելի է արձանագրել, որ ծրագիրը ամբողջությամբ ձախողված չէ, որովհետև այն իրոք ստեղծել է լայն շահառուների հոսք, բերել է վարկային մեծ ծավալներ եւ որոշ բնակավայրերում հասցրել է նաեւ ավարտական փուլերի։ Հատկապես Տավուշի մի շարք գյուղերում որոշակի առարկական շարժ նկատվում է, բայց նույնքան ակնհայտ է նաեւ հակառակ փաստը։ Այս փուլում ծրագիրը ապացուցված արդյունավետություն չունի։ Ինչու՞։ Որովհետև կառավարությունը չի ստուգել բնակեցման փաստը, ուրեմն չի կարող ապացուցել նաեւ ծրագրի արդյունավետությունը։ 8 միլիարդ դրամ պետական միջոցների եւ ներգրաված 35 միլիարդ դրամ կառուցապատման վարկերի ֆոնին պաշտոնապես ավարտված արդյունքը 272-ը ավարտական ակտ է, որը չափազանց անհամարժեք է։ Եթե կառուցված տունը չի բնակեցվել, ապա միլիարդների հաշվետվությունը դեռ չի նշանակում իրական անվտանգային եւ ժողովրդագրական արդյունք։ Սա նման է մսխված գումարների, որոնք չեն էլ փորձել վերահասկել։ Իրականում ժողովուրդ օրաթերթը ահազանգեր ստացել է, որ շատ շահառուներ վերցված գումարի մի մասով կառուցել են տներ, որոնք երբեք չեն կարող բնակեցվել։ Միայն դրսից են նորակառույց տուն երևում, բայց դեռ սպասում ենք ծրագրի ավարտին։